Գասպարյանը շարունակում է մնալ կալանքի տակ և նրա խաբման միջոցը չի փոխվում, ինչ կարող եք ասել առհասարակ այս գործի մասին, ինչ իշխանազավթման մասին կարող է խոսք լինել և ինչու են իշխանությունները պարբերաբար այսպես այսպիսի գործերի առանցքում հայտնվում։ Ներկայանամ Անուս Կիրակոսյան Սմբատ, եղբայրս զոհված Շուշիի մատույցներում, ես որպես նվիրյալ տեսակ կանգնում եմ Սերոբ Գասպարյան եւ նման հրամանատարների կողքին, ուրեմն նրա գործը բացահայտչինցու է, մենք բոլորս արդեն տեղյակ ենք, զորքին ինքը ներկապային հրամանատարը եւ նրա զորքը հենց հիմա պաշտպանում է սահմանները, նման պահվածքով իշխանությունները կտրում են հրամանատարին իրենց զորքերից եւ այսպիսով ջլատում հայ ազգային տեսակը, պայքարող տեսակը։ Ինչու վտանգ են տեսնում։ Իհարկե վտանգ են տեսնում, որովհետև այսօր ազգայնականությունը շատ ցածր մակարդակի վրա լինելով ընդհանրապես հատուկ այդ մարդիկ են մնացել, նրանց փորձում են սահմանափակել տարբեր շինծ ու դատական գործերով ընդհանրապես կարծիքների վրա հիմնված ցուցմունքների վրա ու այսպես կամ ենթադրությունների վրա ու ժամանակ առ ժամանակ այսպիսի մարդկանց դրա գործեր են։ Ինչու են թիրախում հենց այն մարդիկ, ովքեր հայրենիքին ծառայություն են մատուցել։ Որովհետև այսօր նպատակադրված դրսի ուժերից Հայաստանը ջլատել, պայքարող կենտրոնները վերացնել, սահմանափակել, այս կոնկրետ հենց այս նպատակով նրանք փորձում են ամեն դեպքում սահմանափակել հայ ազգային ոգին եւ ուժը։ Լավ, մենք եթերում ենք։